Ողջույն գործար ալիքի սիրելի ռադիոլսողներ եւ ռադիոդիտողներ, տաղավարում կրկին ես եմ Ծովինար Սարգսյան եւ ինչպես յուրաքանչյուր շաբաթ այս շաբաթ եւս անդրադարձ ենք կատարում հայոց աշխարհի գործարարներին, փորձագետներին։ Տաղավարում հյուրընկալում ենք բավականին փորձառու անհատների, ովքեր կիսվում են իրենց գիտելիքով, փորձով ու ոլորտային առանձնահատկություններով։ Այսօրվա իմ հյուրին եմ շատ մեծ սիրով ուզում ներկայացնել Արմեն Ղազարյան, ողջույն Արմեն։ Մեր ռադիոլսողներին եւ ռադիոդիտողներին ուզում եմ տեղեկացնել, որ Արմենը հանդիսանում է Academy Unity հիմնադիրը, ինչի մասին է կառույցը, դրա մասին էլ կխոսենք, ձեզ ավելի շատ ճանաչում են, հա, որպես Beer Academy-ի հիմնադիրը, նաև վստահաբար մեր ռադիոլսողներից եւ ռադիոդիտողներից շատերը առիթ են ունեցել այնտեղ լինելու եւ ձեր համովությունները փորձելու, նաև միջավայրին ծանոթանալու։ Դե իհարկե այսօր գարեջրից չենք խոսելու շատ, մեր թեման բանակցություններն են, արդյունավետ բանակցություններն են հատկապես գործարարության մեջ։ Ճիշտ է, ես հիմա ձեզ հարցնելու եմ ձեր մասնագիտական հենքը, որը անմիջապես կապ ունի հենց այս թեմայի հետ ու արդեն կանցնենք ոլորտային թեմաներին, հա։ Արմեն, կրթությունը կներկայացնեք ու նաև ոնց եք եկել այդ մասնագիտությունը, ոնց եք ընտրել, հա, մասնագիտությունը։ Շատ հեշտ, առաջինը շնորհակալություն Ծովինար ջան ներկայացան եւ այդպես երկար ինձ այդպես համով բառեր ըմբոշխնելու համար։ Սիրով։ Շատ կարճ ու շատ կտրուկ եմ եկել դրան, որովհետեւ մենք մեր ընտանիքում 6-րդ սենունդն եմ իրավաբան։ Այլ տարբերակ չունեիք։ Այո, մասնագիտությամբ իրավաբան եմ, այլ տարբերակ ունեի ու երազանքս բժիշկ դառնալն էր, բայց հետո հասկացա, որ պետք է որպես առաջնեկ զավակ, առաջին որդի չդրժեմ ավանդույթը, այդ մեր բնական հոսքով գնացող ավանդույթը եւ գնամ դառնամ իրավաբան, հետո կգնամ բժիշկ կդառնամ, դա իմ մտայնությունն էր այդ փոքր պատանեկան հասակում։ Իհարկե այդպես դժվար է շատ ու գրեթե չի լինում, որ դու մի 10 տարի իրավաբան սովորես, մի երկու այդքան էլ բժիշկ։ Կյանքի կեսանցնում։ Այո, միջև հիմա ինձ համար որպես, ինչ ասեմ, հոբի է, ես միջև հիմա ուսումնասիրում եմ, կարդում եմ։ Շատ լավ։ Արմեն, մի քանի ընկերություններ եք հիմնադրել, կուզեմ նաև այս ընկերությունների մասին անպայման նշեք ու մենք միշտ ասում ենք գործարարության մեջ մի քանի կարևոր բաներ կան, գաղափարը, մարդիկ, միջավայրը ու նաև շատ փափուկ հմտությունները, որոնցից երևի կարևորներից մեկը դա բանակցելու հմտություններն են եւ ավելին շատ գործարարության մեջ անհաջողություններ էլ հենց այստեղ են, հա, տեղի ունենում։ Կխնդրեմ ընկերությունները նշեք ու նաև այս ոլորտները ոնց եք կարողանում կապել իրար հետ ու ոնց եք կարողանում այդ արդյունավետ բանակցությունների աշխատելու մեխանիզմները ստեղծել։ Նայ, քանի որ ես արդեն գործարարությամբ զբաղվում եմ շուրջ 20 տարուց ավել, ձեր կյանքի 1/4-ը։ 1/2-ը։ Մի քիչ, այո։ 1/4-ը կլներ 60 տարեկան։ Ես այդքան մեծ չեմ։ Ուրեմն 20 տարուց ավել ես գործարարության մեջ եմ։ Ես չեմ ասում, որ ես 20 տարի գործարար եմ եղել։ Դա շատ կարևոր է, որովհետև շատերը զբաղվում են ձեռներությամբ, դեռ նոր են սկսում ստարտափային փուլում են կամ անհատ ձեռնարկատեր եւ ասում են մենք գործարար ենք։ Ոչ, գործարարը դա նաեւ ստատուս է, որին պետք է գալ հասնել։ Եվ կարծում եմ, որ ես նոր սկսել եմ գործարարությամբ զբաղվել վերջի տարիներին։ Քանի որ նախնական փուլում իմ կյանքի մի ստվար զանգված մոտարապես մի 20 տարուց 6-7 տարի ես շատ տարբեր ուղղություններում եմ բիզնես վարել, սկսած շոու բիզնեսից միջև հրատարակություն, հետո արդեն նույնիսկ չեմ հիշում ինչքան տամ, նաև միջազգային ընկերություն եմ աշխատել, բայց վերջի հանգրվանը, այո, դա Գարեջրի ակադեմիան էր, որը 12 թվականին բացվեց եւ մենք կոչում ենք մեր մայր ակադեմիա, որտեղ իրանից նաև ծնվեցին Էթնոգրաֆ ռեստորանը, հետո Էպոս պատմամշակութային ակումբը եւ վերջին մեր այսպես ասած ծնունդը զավակը դա ակադեմիա իվենտսն է, մեծ լայնամասշտաբ եւ փոքրամասշտաբ կարևոր չի ինչ մակարդակի եւ ինչ տիրույթի միջոցառումների կազմակերպում, խոշոր հաշվով մենք դիրքավորվում ենք ստեղծարարության վրա եւ այնպիսի լուծումների, որոնք շուկան չի տալիս։ Այսինքն մասշտաբի մասով կարող է լինի, կրեատիվի մասով կարող լինի, լուծումների մասով, չեմ ուզում որակի մասին խոսել, որովհետեւ դա մեր աշխատանքն է գնահատում եւ աշխատանքի արդյունքն է ցույց տալիս։ Ես չեմ որ պետք է ասեմ մենք որակով ենք տարբերվում կամ անորակ ենք կամ քանակ ենք եւ այլն։ Ես ասում եմ որ մենք տարբերվում ենք այն լուծումներով, ինչ որ շուկայում բաց է։ Սա եւ շատ ունիվերսալ ենք, փոքրից, շատ փոքրից
ընտանեկան խնջույքից սկսած մինչև մեծ միջոցառումներ։ Մեզ համար շատ կարևոր է արժեհամակարգի մեջ, որ այդ ամենը լինի գաղափարապես կոնկրետ ինչ-որ մի հենքի վրա, եթե ուղղակի ինչ-որ մի բան է պետք անել, մեծ մասամբ շատ է լինում դեպքեր, որ մենք մերժում ենք կամ ասում ենք դե եթե ուղղակի ինչ-որ բան է պետք ու մեջը միտք պետք չի դնել, շատ ավելի հեշտ տարբերակներ կան, կարող եք օգտվել այդ տարբերակներից։ Մենք հենց դա տարբերվում ենք սրանով, եթե պետք է ուրեմն գաղափարական առումով գեներացնել այդ միջոցառումը, մենք այդտեղ ենք։ Շատ լավ, Արմեն, տեսեք, խոսում ենք մենք նաև մեր հաղորդումների ընթացքում շատ խոսում ենք գործարարի մասին, ժամանակակից գործարարի, հայ գործարարի կերպարի մասին ու նաև մի փոքր առաջ նշեցի, որ ամենակարևոր որակներից մեկը դա բանակցելու, հաղորդակցվելու, կարողությունն է։ Ուզում դուք մի փոքր նշեք ձեզ համար այն առանցքային կարևոր որակները, որը որ շատ կարևոր է գործարարության մեջ մուտք գործելու համար, հատկապես նշեցիք, որ 20 տարի է ոլորտում եք, բայց դուք համարում եք, որ վերջին մի քանի տարին է գործարարության զբաղվում, կարևոր առանցքային կետերը ու երկրորդ հարցը դրան դրացնող, արդյոք բանակցելու այդ հմտությունները ձեռք ենք բերում, թե դա ինչ որ կերպ նաև փոխանցվում է։ Ոչ մի կերպ չի փոխանցվում բանակցը, միանգամից վերջից սկսեմ, էլի, ոչ մի կերպ չի փոխանցվում, դա մտայնություն է, երբ որ ինչպես նաև առաջնորդության հմտությունները, որ ասում են երեխաների դեպքում է շատ, երեխան շատ բան է, ինքը լիդեր է կամ շատ բոլորին կարողանում է իր ձեռքը վերցնել կամ բան, դրանք որոշակի ելակետեր են, որի վրա կարելի է կառուցել այդ հմտությունները, բայց դրանք դեռ այդ հմտությունները բնավորության գծեր են, բան, որոնք կարելի է զարգացնել կամ չզարգացնել։ Իսկ նաև բանակցությունները, ինչպես ասացի, առաջնորդությունը եւս եւ մի շարք փափուկ հմտություններ, դրանք ձեռք բերովի են։ Ես միշտ համեմատում եմ մկանի հետ։ Ես ասում եմ, դա մկան է, որը պետք է զարգացնել։ Բոլորս ունենք այդ մկանները, բոլոր անխտիր, դա ֆիզիոլոգիա է, բայց շատերը ուղղակի այդ մկանը չեն զարգացնում եւ զբաղվում են այլ գործունեությամբ։ Որոշները զբաղվում են սպորտով եւ ունեն կոնկրետ հաջողություններ այդ մկանը զարգացնելու, ասենք, չգիտեմ, լողորդ կլինի, թե չգիտեմ, arm wrestler եւ այլն։ Դա եւս մկան է, այդ մկանը չի երևում։ Դա եւ այստեղ ինչ որ միտեղ է գտնվում իհարկե, եւ դրա հետ պետք է ուրեմն աշխատել։ Դա հմտություն է։ Ամենակարևորը պետք է ասեմ բանակցությունն է, դրանք հմտություն են պերմանենտ զարգացման։ Չկա տենց բանակցող միջազգային նույնիսկ մակարդակի, որ ասում է ես բանակցող եմ եւ վերջ։ Ամեն մի բանակցման փորձ դա եւս մի training է, մի workout է, որը քեզ տալիս է նոր փորձառություն, նոր պրակտիկ գիտելիք, որտեվ ամեն մի բանակցության հակառակում նստած է մարդ, որը ունիկալ է։ Եվ դու չես կարող շաբլոններով գնաս բանակցես, ասես օրինակ համալսարանում ինձ են սովորացրել, հարց որ տալիս են, պետքա 3 վայրկյան լռել, նոր պատասխանել, օրինակ, հա, տենց որ շաբլոններ կան իրական դասագրքային, կամ պետք է հարցին հարցով պատասխանել, որ խուսափելու եւ չտալու այդ դիրքը հարց տվողի, հա, լիդերի դիրքը առաջին համարով հանդես գալու եւ ոչ դա շատ ճկուն, շատ ունիկալ, շատ կարևոր է այդ ամեն ինչից առաջ ուղղակի լավ տնային աշխատանք անել, պատրաստվել հասկանալ դիմացինդ ով է եւ ինչ խաղ է խաղում։ Շատ լավ։ Տեսեք, Արմեն, իրականում այն միտքը վստահաբար կա, որ շատերը ասում են, օրինակ, ես հաղորդակցվող չեմ, ավելի ինտրովերտ եմ, բանակցելու հմտություններ չունեմ, այս շատ կարևոր է, որ բոլորս ֆիքսենք, շատ լավ միտքը ձևակերպեցիք, դա եւս մկան է, որ պետքա զարգացնել ու ոնց որ հասնել նրան, որ այդ հմտությունը ձեռք բերվի։ Հիմա հաջորդ, ինչպես նշվեց, կարևոր հարցը, ինչպես գալ դրան։ Ոնց զարգացնել այդ մկանը, այնուամենայնիվ դա տան պայմաններում մի փոքր դժվար կլինի կամ ինչու ոչ նաև համալսարաններում։ Այդ կտորը վերջին կասեմ տան պայմանների մասով, բայց ինչպես գալ դրան բուն հարցին, սա որտեվ ենթակստորոգիալ հարցեր արդեն երկրորդ մաս։ Ուրեմն նայ, շատ կարևոր է հասկանալ, որ կան որոշակի սյուներ, որի վրա հիմնվում է արդեն այդ մայր հմտությունը։ Այսինքն ինչպես նաև մկան, հա, էլի գանք այդ անատոմիական մասին, ես բժշկության մասին խոսացի, գնացինք այդ կողմ։ Օրինակները բոլորը տեն կա ոսկրային համակարգ, կա հոդեր, կան ջլեր, հետո կա մկան։ Այսինքն եթե այդ ամեն ինչը չկա եւ մկան ուղակի չի լինի եւ ամենավերջում արդեն էպիդերմիսի շերտն է եւ այն, որ այդ ամեն ինչը պարփակում եւ դարձնում է իրան մարմին։ Հիմա որոնք են այդ ոսկորը, միսը, արյունը եւ այլն, հա։
շատ կարող է հարաբերություններ ստեղծելու հմտություն կամ ունակություն ունենալ, այսինքն լինել որոշակի առումով, այո, շփվող մարդ, լինել էմպաթիկ, այսինքն ունենալ ապրումակցման բարձր ինդեքս։ Եթե դիմացինդ զգում է քո մեջ ուղղակի ինչ որ ապակենման մի բան, ամպուլայի հետ է խոսում, այսինքն տարի հետ է ինչ որ խոսում, ոչ թե մարդու որ էմոցիոնալ առումով ինտելեկտը բարձր է, էմոցիոնալ, ինքը սկսելու է պաշտպանվել։ Իսկ բանակցությունների համար մեկ զենքերից մեկը այն է, որ դու պետք է իր վահանը պաշտպանվող դնես գետնին։ Եթե վահանը չդրեցիր, բանակցությունը տանելու է այլ տեղ։ Դու ուղղակի չես բացազատելու այդ մարդուն, որ հասկանաս իր շահը որն է այս բանակցության շրջանակում եւ իմ շահը որն է, ոնց կարելի է դա համադրել։ Խոշոր հաշվով բանակցությունը սրա մասին է։ Երեք մասից է ընդհանրապես բաղկացած, բանակցությունները ինչի մասին են, բայց ամենակարևորը դա շահի մասին է, հա, եթե շահը չկա, ուրեմն մնացածի մասին խոսելը, ուրեմն դա բանակցություն չի։ Բայց այստեղ մեկ ճշգրտում Արմեն, դա միայն նյութական շահի մասին չէ խոսքը։ Ոչ, ու ամենևին, դեռ շատ դեպքերում մարդիկ նյութական դաշտում բանակցում են, օրինակ վաճառք են անում։ Օրինակ ես վաճառում եմ իմ տունը։ Բայց դիմացինս բանակցողը չի պարզում, թե ինչ եմ այդ տունը վաճառում, ու արդյոք ինձ պետք է ուղակի այդ գումարը ինչ որ ես ուզում եմ։ Ու շատ դեպքերում մարդիկ բանակցությունը ավարտում, որտեղ ասում են ես իրան այս տունը չեմ տա։ Ես տեղ եմ ծնվել եւ ինձ կարեւոր է թե այս տունը եմ հանձնում։ Բայց միևնույն ժամանակ, եթե տեմպացիան եւ հարաբերություն ստեղծելը առաջի պլան են գալիս, իհարկե դրանից հետո էլի կարամ հմտություններ ասեմ, բայց երեք խոսքս կարճ կապելով հասկանում ես, որ բանակցության առարկան, նյութական առարկան կտրականապես փոխվում է իր արժեքում։ Այո։ Դա շատ մանավանդ Հայաստանում եւ հայերիս մեջ շատ կարեւոր է այդ հարաբերությունների մասը, շատ կարեւոր է։ Հիմա ասեմ տան պայմաններում ամենաուժեղ բանակցողները բոլորիս տանը կան, երեխաներն են, ավելին իրանք բնատուր հմտություն են, որը տարիների ընթացքում հետո կորցնում են, այդ մանիպուլատիվ բանակցություններն են։ Երեխան, երբ որ նորածին երեխան, երբ որ դեռ չի խոսում, իսկ բանակցությունները խոսքի մասուն են իրենց մեջ։ Իր դիրքերը ամենաուժեղն է, որտեղ ինքը ուղղակի լացում է, ամբողջ տունը պետք է հասկանա, թե ինչա պետք անել։ Ինչ է, եթե ոչ շահի սպասարկում։ Այո։ Ու դու ենթարկվում ես այդ ամենը։ Հետո մեծանում են եւ ուղղակի ասում ես չեմ ուզում գնամ մանկապարտեզ։ Ուղղակի այդպես։ Ու ծնողի համար բարթագույն, ծնող վարության եւ ամենակարևոր։ Օրինակ որտեղ կարաս տանը պարապես երեխաների հետ եւ վրա, եթե կարելի այդպես ասել հոլովելով։ Երեխաների հետ է պետք։ Որտեւ եթե դու հաղթահարես երեխաներին ցույց տալով իրանց շահ եւ քո շահի հարաբերակցությունը ու սխալ բանը չընտրի կամ չընտրի այն ինչ որ հիմա պետք չէ ուղակի, կարող է դա սխալ չի ուղակի, հիմա հարիշ չէ, պետք պատեհ չէ եւ այլն, հյուր եք գնացել, տանը կարելի է հյուրին չի գալ, հյուրի տեղ հյուր այցելուց չի գալ։ Այս դեպքում դու հասկանում ես, որ արդեն իսկ ինչ որ սկիլեր ունես, այսինքն եթե դու երեխաների հետ աշխատել ես, մանկավարժության մեջ սա չափազանց կարևոր է եւ ես չգիտեմ համալսարան Հայաստանում, որ բանակցություններ կամ բանակցային հմտություններ կամ ավելի վեհ բանակցային արվեստ դասավանդվում է, ավելին ասեմ, համար մեկ հմտությունն է փաստաբանների, իրավաբանների եւ այլն, բայց ես այդքան սովորելու ընթացքում մենք այդպիսի առարկա չենք ունեցել։ Ես հետո եմ ձեռք բերել արևմտյան դպրոցի ուրեմն ուսումնառությունն եմ անցել եւ հասկացել եմ, թե ինչ մեծ բաց ունեմ եւ եթե ես փաստաբան աշխատեի, սա ուղղակի իմ համար կլիներ, չգիտեմ, ֆատալ մի բան, որտեվ եսին ոնց եմ բանակցում կամ ես ինչ որ օրենքի տարի փաստական հանգամանքների եւ այլնի վրա եմ հիմնվում, այլ ոչ թե իսկ փաստաբանի համար մեկ ինչ եմ ասում փաստաբան, որտեվ իրավաբանության մեջ ամենահզոր բանակցող հմտությունը պետք է փաստաբան ունենա։ Փաստաբանը մարդ չի որ դատա անում է, դատապաշտպանը, այո, փաստաբան եւ դատապաշտպանը մեր բառերը շատ լավ հոմանիչներ ունենք, հա, ինքնա հոմանիչներ են, այո։ Բայց դատապաշտպանը մարդը, որ քո իրավունքները պաշտպանում է, դատա անում, եւ նույն մարդը, նույն մասնագետը կարող դատարան չհասցնի, այլ փաստաբանական գործունեությամբ չթողնի, որ քո գործը հասնի դատարան։ Եվ օրինակ Ամերիկայում դա շատ ընդունված է, որ կոմերցիոն տիրույթում ասում են իմ լոյերը քեզ կզանգի։ Եվ շատերը ուղղակի չեն գնում այդ բանակցության, գնում են իրանց կոմերցիոն շահեր պաշտպանող
լոյերները, փաստաբանները եւ այդ հարցը լուծում են։ Եվ դրա համար են իրանք վճարում, որ այդ հարցը լուծեն, որ դատարան չի գնաց, որովհետեւ դատարանը թանկ հաճույք է։ Ամենայն աշխարհում դատարանը շատ թանկ հաճույք է։ Ի տարբերություն Հայաստանի։ Մեզանում փաստաբանական դպրոցը դեռ էս բաց ունի, որովհետեւ ինստիտուտ չկա, փաստաբանական ավանդույթներ չունենք, բանակցային ավանդույթներ չունենք։ Փաստաբանական վերջին 30-33 տարին ձեռք ենք բերել, բայց բանակցությունը ոնց որ մենք ռեստորան բացենք, բայց սնունդ չտանք, խոշոր հաշվով այդքան մեծ կարևորություն ունի բանակցությունները։ Հենց այստեղ նաև լրացնող մյուս հարցը, Արմեն, նշեցիք արդեն բավականին երկար տարիներ է գործարարության մեջ եք, մեր գործարար ոլորտում, ինչի եմ գործարարությունը շեշտում, որովհետև կենցաղում, առօրյայում բանակցությունների եւ ձևաչափը եւ բովանդակությունը մի քիչ այլ է, ես կուզենամ ավելի շատ գործարարության մասին խոսենք, մենք մեր հայ գործարարները ինչ առավելություններ եւ բացեր ունեն բանակցությունների մեջ։ Առավելությունը նա է, որ ոչ միայն գործարարներ, որտեղ գործարարները նույն հայերն են, իրականում ուղղակի դրանով են զբաղվում, գործարարներ կլինեն թե հյուսներ կլինեն, թե ատաղծագործներ կլինեն, թե ուղղակի բժիշկներ կլինեն, էլի կանք բժիշկներին։ Մենք բոլորը շատ ավելի երևի գենետիկորեն ապրումակցող ենք, շատ ավելի էմոցիոնալ ենք, քան օրինակ հյուսային երկրներում։ Իսկ դա լավ է թե վատ բան։ Դա համ լավ է, համ վատ միևնույն ժամանակ։ Եթե դու կարողանում ես կառավարես այդ էմոցիաների բացասական ծիրուն եւ դրականը հակառակը 10 զարգ դրան, ստացվում է շատ լավ product, որը կոչվում է հարաբերությունների ձևավորում, որը կոչվում է առաջին հերթին մարդը։ Իսա բանակցություններում սովորեցնում են հենց առաջի րոպեից, որ դու պետք է ստեղծես ուղղակի հարաբերություններ, հետո նոր արդեն անցնես ըստ էության առարկային։ Մենք դրանով ոնց որ ունենք որոշակի տենց բան, իբր համակարգիչ առումից ինչ որ ծրագրեր կա, հա, մեջը մեր մոտ այդ ծրագրերը կա, մեջը ապրիորի դրված են։ Երկրորդը ինչով է, եկեք հակառակը ասեմ, հա, ինչն է մեզ խանգարում, ամբիցիաները։ Դա էմոցիայի մասին չի, ամբիցիաների մասին է, էգոցենտրիզմի մասին է, չզիջելու, շատ դեպքերում բանակցությունները նաև կոմպրոմիսային լուծում են։ Օրինակ, եթե մենք Ֆիշերը ուսմունքը ուսումնասիրում ենք, այնտեղ ինչ է ասում, ինքը ասում է, որ լավագույն բանակցային ավարտը, շատերը դրա հետ համաձայն չեն, իհարկե նույնիսկ Ամերիկայում, դա win-win-ն է, այսինքն եթե դու սեղանից վեր ես կենում եւ դիմացինը չի շահել դրանից, իսկ եթե չի շահել հավանականություն կա, որ ինքը նաեւ հարաբերություն է վերանայել կամ դու փչացրել ես այդ հարաբերությունը, դա չեղա որ դու պրոդուկտիվ եւ էֆեկտիվ ես բանակցել։ Բանակցությունը պետք է ավարտվի նրանով, որ չտուժի այն առաջնային ինչի մասին ես ասեցի, դի մարդը, հա։ Ինչքան որ հնարավոր է, այսինքն ինչքան է դա հնարավոր, դա կոմպրոմիսի մասին է խոսքը։ Իսկ Հայաստանում շատ դեպքերում մտածում են, որ եթե կոմպրոմիս, ուրեմն պարտություն։ Ոչ մի քայլական, ոչ մի թիզականություն եւ այն չգնալով քաղաքականություն սրա մասին է խոսքը։ Այսինքն այդ մեր մտածողության մեջ է։ Դա է պարզ է որ պատմությունից է գալիս այդ մտածողությունը, այսինքն սա որոշակի հետք, որոշակի սպիդ հողած խնդիր է, որը որ մեր կենցաղ է մտել։ Եվ մենք չենք զիջում, մենք մեքենա քշելուց չենք զիջում, մենք ազդանշանով ենք պատասխանում։ Հա, այսինքն ոչ մի բան տեղի չունի, եթե չպատասխանես, բայց ամբիցիան, ըստ էմոցիոնալը չկա։ Էմոցիոնալ ամբիցիայի հաշվին է ստեղծվում։ Այսինքն սկզբից դու ունես ամբիցիաներ որոշակի եւ այդ ամբիցիաները օգնում է, որ դու ոնց որ նշեցիք, չզգաս, որ դու ուղղակի տենց պատի հետ ես, հա, բայց նաեւ էմոցիոնալ մարդը, այո, դա բանական մարդը լիրա, որտեվ դա մենակ ինտելեկտուալ մարդը չի, մենթալ ինտելեկտի մասին չի, նաեւ էմոցիոնալ ինտելեկտ։ Ու աշխարհը գնալով անտարբերության քողի տակ է լինում, կա եւ շարունակում է, ու ստեղ մենք շահեկան դիրքում ենք։ Դարերի վեր այդ հայկական բանակցային դպրոցների լավագույն ներկայացուցիչները առևտրականներն են եղել։ Հա, ես նաեւ դրա մասին էի ուզում ասել, որ եւ մենք կարողացել ենք կառուցել շատ հետաքրքիր մի համակարգ սպրոց, սկսած Քալքաթայից, Մադրասից, Պարսկաստանով, Միջին Ասիայով, Հայաստանով, Հայքով միջև Վենետիկ եւ դրա ամենակարևոր գրավականը նա էր, որ կար շատ բարձր վստահության նիշ, որը հիմնված էր հայկական ուրեմն ցանցի վրա։ Այդ ապրանքները գնում էին նամակագրություններով եւ փոխանցողները իրար ուղակի ուղարկում էին, որ Պողոսը Պետրոսին ուղարկել է այսինչը լրիվ օտարի բեռ,
բայց այտենց համ շատ արագ էր հասնում, որտեվ կարողանում էին արանքում բանակցեին եւ սահմանները եւ այլն արագ անցնեին։ Ինչ պայմաններ ոնց էական չի կարող, որ դա կատարվում էր։ Եվ մենք միջև 18-րդ դարի վերջ, 19-րդ դարի սկիզբ, կեսեր նույնիսկ մենք լուրջ նավային լոգիստիկա ենք ունեցել, հիմնված հենց դրա վրա, որի իհարկե ավարտը լավ չեղավ, որտեվ Հոլանդիան եւ Մեծ Բրիտանիան մի քիչ լավ չբանակցել, այլ սկսեց այլ խաղի կանոններ թերադրել։ Ու այս խաղի կանոնը, որ ես ասում եմ, այսօր եւ այդ բառը շատ կօգտագործենք, բանակցությունը խաղի մասին է։ Մենք պետք է մի քիչ խաղարկային նայենք դրան, դա ինձ օրինակ շատ է օգնել։ Երբ որ ես նայում եմ, սա ոչ թե բանակցություն խաղ, որտեղ դու գնում ես բանակցելու, դու արդեն նյարդային ես, դու կորցնելու բան ունես, որ բանակցում, այսինքն կարող է եւ կորցնես, կարող է եւ շահես։ Բայց երբ որ դու դրան խաղով ես նայում, քո առաջինը դու թեթևանում ես, որտեղ շատ կարևոր է սառադատողությունը, շատ կարևոր է տնային աշխատանքը եւ հասկանալ ինչ խաղ է եւ եթե հնարավոր է այդ խաղը փոխել։ Լավ, այս դեպքում ձեր օրինակով, հա, փորձառությամբ, քանի որ տարբեր ընկերություններ ունեք, դա ենթադրում է, որ թիմակիցների հետ բանակցություններ, գործընկերների հետ, ընդհանուր, հա, ընկերությունների հետ, ամենաբարդ բանակցությունները կհիշեք, որը որ վարել եք։ Եվ ամենակարևոր դասը։ Եթե գործառության մասին է, կարող եք նաև կենցաղում էլ ասել, կենցաղում էլ է եղել վերջերս, որտեվ ես խոշոր գույք եմ գնել տուն, հա, եւ այդ բանակցությունը օրինակ տևեց մի 4-5-6 ամիս։ Այդտենց տուն չեն արել։ Բանակցում այդքան։ Բանակցում ենք գնում ենք թե չէ։ Ու իդեպ բայց այստեղ նաև կարևոր միտք կա, որ բանակցելը սիրում է նաև համբերություն։ Այսինքն բոլոր գործարքները, չէ՞ որ միանգամից կբերեն արդյունքի։ Ձեր առնել չասեմ, բայց ինձ միշտ բան են անում, հա, տենց կամահարանքով կամ որոշակի ինչ որ հումորով բան ասում են, վերջ գնաց, հեսա 2 ամսից հետ կգա, որտեվ ես բան եմ, երկար խաղացող եմ, ես սիրում եմ երկար խաղալ, որտեվ հենց երկարի մեջ որ հարաբերություն ես կամ ձևավորես ու այդ ձևավորված հարաբերությունը դրանք որոշակի դիվիդենդներ են երկուսիս համար։ Մենք լրիվ ուրիշ հաճախականության տակ ենք խոսում։ Ինչ արժի 1000 դրամ, հա, լավ, հաջողություն 500-ով կտաս, չէ, հաջողություն։ Այս շատ կարճ բանակցություններ, իսկ մենք բանակցում ենք ամեն օր։ Ամեն առևտուր, ամեն մի գործարք, ամեն մի երեխային համոզել, տուն տանել, ամեն մի, չգիտեմ, շուկա գնել, ամեն ինչը բանակցություն է։ Երկարը դրանով է հետաքրքիր, բայց ինքը ավելի մեծ տնային աշխատանքի ու ավելի մեծ research-ի, հա, այդ ուսումնասիրության, հետազոտության ամեն ինչ պետք է իմանաս քո դիմացինի մասին, ամեն ինչ։ Եթե ինչ է հնարավոր, այսինքն, ասենց ասեմ, լոյերները հենց այդպես էլ աշխատում են։ Չկա ոչ կարևոր ինֆորմացիա այդ մարդու մասին։ Եթե նայել եք այդպես ամերիկյան դետեկտիվներ բաներ, երբ որ ինչ որ թիմը աշխատում ու բերում են ինչ որ բաներ, ասում են, ինքը ամեն երկու շաբթի ծաղիկներ ա ջրում, ասում են, բայց մյուսը ասում է, բայց այդ ինչ կարևոր է, ասում է, ոչ, այդտեղ ամեն ինչ կարևոր է, ու այդ դրա վրա հիմնված կարող է ինչ որ մի ալիբի են գտնում կամ մի հակառակը գտնում, որտեղ հենց երկու շաբթի օրը չի կատարվել, այդ այլ 3 շաբթի, ուրեմն երկու շաբթ ինքը ծաղիկ էր ջրում։ Այսինքն շատ կարևոր է բոլոր տեսակի ինֆորմացիաները, որ դու կարողանաս ճիշտ բանակցես։ Ամենադժվար բանակցությունից մեկը կենցաղում դա է տուն գնելն էր ու մեր ընկերը, որի հետ ընկերացանք, մինչև հիմա էլ շփվում ենք, ինքը Հայաստանում չէր եւ ամեն անգամ, մի քանի անգամ ինքը այլ երկրից եկավ եւ գնաց եւ այդ բանակցությունները ստացվեց։ Իհարկե ստացվեց։ Ես կարծում եմ, որ երկու ստեկ win-win եղել է, բայց մենք շատ երկար ենք բանակցել եւ ոչ ապարդյուն, այսինքն այդ բան ամեն մի բանակցություն ունեցել է իր էֆեկտը, իր հետևանքը, բայց վերջնարդյունքը տեղի ունեցել ամենավերջում, ամենավերջի ամսի մեջ։ Գործի մեջ չափազանց շատ են եղել երևի թե ես կասեմ համագործակցային բանակցության մասին, երբ քո բանակցությունը հետագայում ընկերության եւ համագործակցության է ձևավորում, այնինչ շատ վատ է սկսվում այնպես, որ դու բանակցում ես ուղղակի դեստրուկցիայի բերելու, այսինքն խաթարելու այդ հարաբերությունները, որտեվ ինչ որ սխալ կա, վերջը։ Եվ այդ բանակցությունների արդյունքում տարիներ ի վեր մենք հետագայում նստեցինք եւ առանց բանանելու փակագծերը բացերով ֆիքսեցինք, որ հիշում ես ինչից է այս ամեն ինչը սկսել։ Եթե մենք ալար էինք կամ չդնեինք այդ ջանքը եւ երկու ստեկ չհասկանայինք ես ինչի եմ դա ուզում, այսինքն որն է իմ շահը եւ ինչի ես դու այդպիսի ազդակ կամ դրսեւորում տալիս, եթե մենք իրար չհասկանայինք եւ չգտնեինք սրա լավագույն լուծումը,
եւ մի առումով այդտեղ նաեւ ես հիշում եմ հենց տվյալ դեպքում շատ օգնեց, ես այն ժամանակ նույնիսկ չգիտեի այս խորությամբ, ինչ փոքր մասով հիմա գիտեմ, հա, շատ կարող է բաժակի դիրքը օրինակ ասեմ կամ սեղանի դիրքը, եւ սեղանի դիրքը շատ վատ էր, դիմացինը սևացրած էր մյուսին եւ մյուսն մյուսին, այստեղ փրկությանը գալիս այդ շրջանակային մտածելակերպի փոփոխությունը, որ անգլերեն reframing է կոչվում, դա հոգեբանական ավելի շատ բանից քոչած եկած, հա, հասած մեզ ուրեմն որոշական գիտական ուրեմն բան է, ուղղություն է, ֆունկցիա է, եթե կարելի այդպես ասել։ Այսինքն խոշոր հաշվով սրա մասին է նայել տեսարանին այլ աչքով կամ այլ դիտանկյունից։ Ինքը հիմա քո աչքին սև է երևում, մեկ էլ ֆորմը տեսնում ես չէ ոնց որ ուրիշ գույն է։ Ու այդ գույնի վրա է սկսում հենվել։ Մենք մեր լեզվի մեջ ունենք չկա չարիք առանց բարիքի։ Սա ռեֆրեյմինգի լավագույն օրինակն է։ Այսինքն վատ բան է տեղի ունեցել, բայց միևնույն ժամանակ ասում ես, հա ինչ լավ է, որ գոնե այս ինչը չեղավ։ Այսինքն դու ֆիքսում ես թե ինչ չեղավ, այլ ոչ թե ինչ վատ բան է եղել։ Ու սա իրականում հոգեբանորեն փրկում է մեզ։ Դրա պատճառով դա ազգովի արհավիկների մեջ կարողանում ենք չնչին կորուստներ եւ արագ դուրս գալ, այո։ Շատ լավ, Արմեն, խորհուրդ կտակ գրքեր, ֆիլմեր կամ այսպես աղբյուրներ, ձեր ամենասիրած ֆիլմը բանակցությունների մասով, եթե իհարկե այդպեսին կա կամ գիրքը։ Գիտեք ինչ, sense ասեմ, շատ կարող ոչ թե սիրած ֆիլմ, որովհետև եւիթե չկա այդպիսի ֆիլմ, որ ամբողջությամբ նվիրված է բանակցություններին։ Ուղղակի sense կարող է եւ կա։ Հիմա ես ասեցի ու հիշեցի, որ ասենք բանը Գայլը Wall Street-ից եւի ամբողջությամբ դրա մասին է կամ բոլոր տեսակի, օրինակ 90-ականներին կամ 80-ականների վերջ կար Glengold ֆիլմը, որ ամերիկանցի տենց էր թարգմանված։ Տենց շատ ֆիլմեր ես կարամ ասեմ, բայց շատ կարևորը սա հասկանալ, աննենց հետաքրքիր է դառնում, որ դու սկսում ես քեզ բռնացնել դրա վրա, նայում ես սովորական ֆիլմ, նայում ես մուլտ քո երեխաների հետ, էական չի ինչ։ Գտիր այդտեղ, որտեղ են բանակցությունները, այդ բանակցությունների մեջ գտիր հիմա ինչ խաղ է կատարվում, իրանք ինչ են անում։ Սա նաև քեզ է զարգացնում։ Դու այդ խաղերը գտնում պարտադիր չի դու միշտ գնաս դրանով, որտեվ անհնար է բոլոր վարիացիաները փորձել, որ ինչ որ բան ձեռք բերել։ Վարիացիաներ կա, վիրտուալ աշխարհում կա, դու կարող ես նայել, թե ինչ է հիմա կատարվում, այս ինչ է այստեղ, ինչ հետաքրքրություններ կան, ինչ շահեր կան, ինչի մասին է ըստ էության եւ ինչ են իրանք ասում, որ ըստ էության ասելու հետ կապ չունենա, քողարկված, լատենտ լինի, քողարկված լինի։ Ու դու ֆիլմը սկսում ես ուրիշ հայացքով նայել։ Բանը կնքը հայրը ամբողջությամբ դրա մասին է, ամբողջությամբ շատ ֆիլմեր կարող եմ ասել, նույնիսկ կապ չունեցող բիզնեսի, կրիմինալի, բան, չթվա որ բանակցությունը մենակ դրա մասին է, կա հոգևոր դասի ֆիլմեր, որոնք շատ կարևոր բանակցային էլեմենտներ ունեն։ Ուղղակի պետքա դա գտնեմ, մուլտիկներում է կան։ Կենտրոնանալ այդ հարցի վրա ու տեսնել ֆիլմում, որ հատվածն է ու ինչպես դուք մեծ մասամբ կարամ հուշեմ, դա հենց դիալոգ կա, ուրեմն կամ ինչ որ մի բան։ Այդ դիալոգի մեջ պետքա գտնել արդյոք սրանք բանակցում են, թե ուղղակի խոսում են։ Քաղաքական դաշտում ուղղակի նայեք դեբատներ։ Ու տեսեք վարքագծային, ասենք կարդացեք body language-ը թե հնարավոր է, եթե չփորձեք ուսումնասիրել թե ինչ կատարվեց։ Ու կհասկանաք այն մարդիկ մեծ մասամբ ինչ որ խոսում են, ընդհանրապես էական չի նրա այդ ինչ որ կաց դրած սեղանին ուժ բանա դրած։ Խոսում են այլ բանի մասին։ Շատ լավ, եւ վերջին հարցը Արմեն կան դասընթացներ կամ ինչ որ կրթական այսպես ծրագրեր, որտեղ որ օրինակ վստահաբար մեր ռադիոլսողներից եւ ռադիոդիտողներից շատերի մոտ կարող է հարց առաջանալ, օրինակ որտեղ սովորել, իհարկե գրքերը կարեւոր են, ֆիլմերը կարեւոր են եւ այլն, որ կարող են ծանոթանալ։ Ասեմ ավելին ոչ թե որտեղ ինչ որ կոնկրետ տեղ կամ հաստիկ կամ ինչ որ մարդ ասելով, քանի որ մենք բոլորս ապրում ենք շատ հարաբերփող, բայց միևնույն ժամանակ շատ աննախադեպ տարաշրջանում, որտեղ այսպեսի տեխնոլոգիական ես կարծում եմ, չէ, մեզ չի հասել, ունեցել ենք թե չէ, որպես սոցիում։ Վստահ չենք ունեցել։ Հա, վստահ երևի չենք ունեցել կամ այնպեսի մի բան ա եղել, որ մեզ չի հասել։ Ամենահետաքրքիր ուղղությունը իհարկե դրան էլ է պետք է ենք անգլերենի իմացություն, գոնե եւ այլն, միջազգային շատ հանրահրճակ համալսարանների on-line դասեր վերցնել, օրինակ, չգիտեմ, զորօրինակ իմ դեպքում Harvard Law School-ի այդ կարճ ինտենսիվ դասերը շատ մեծ հետևանք են թողել։ Իհարկե ես սկսել եմ օֆլայնից, հետո եմ գնացել on-line, բայց այդ օֆլայն իմ տրիգերն էր, որ ես գնայի on-line դաշտ եւ
ամեն շաբաթ ինչ որ մի նոր բան եւ այլն։ Հայաստանում շատ կան մարդիկ, ընկերություններ, կազմակերպություններ, ուսումնական հաստատություններ, որոնք բանակցային դաշտում փորձում են ինչ որ բաներ տալ։ Դուք եւս ունեք, հա, որքանով որ Ես իմ փորձն եմ փորձում փոխանակեմ զուտ այն շերտի հետ, ովքեր մեծամասամբ իհարկե լինում են նաև պատանիներ, ում հետ որ հրավիրյալ ուղակի գնում եմ եւ շփվում ենք, բայց մեծ մասամբ դա բիզնեսն է եւ top management-ը, այսինքն գործարարներ, հիմնադիրներ եւ այլն, կամ նոր մարդիկ, ովքեր նոր բիզնես մտնող, այսինքն եւ top մենեջերներ, այսինքն ղեկավարներ, ովքեր իրանց տակ ենթականներ ունեն, ինչի, որովհետեւ այն փորձը, ինչ որ ես ունեցել եմ բիզնեսի մեջ, ես այդ փորձն եմ կիսվում եւ իրանք ենթադրվում է, որ արդեն ինչ որ մակարդակի են։ 0-ից ես չեմ սկսում, որտեվ ես տրեյներ չեմ, ես քոչ չեմ не претендую, հա, ես չեմ հավակնում գնալ այդ ճանապարհով, որտեվ իմ մասնագիտությունը ես վստահ եմ, որ ամեն մեկ պետք է զբաղվի նրանով, ինչով որ հասկանում է, սիրում է, շատ կարևոր է։ Նախանցած տարվանից մենք սկսեցինք, որտեվ մեր ներքին ընկերության ուրեմն համակարգում 8-9 տարի մենք ամեն տարի վերապատրաստման դասեր ենք անում։ Սա մեր ներքին ծրագիրն էր եւ հենց մերոնք ինձ առաջարկեցին ինչի չենք բացում բոլորի համար, որովհետեւ ինքը շատ հաջողված եւ շատ մշակված։ Եվ բացեցինք, շատ գործարներ արդեն անցել են այդ կուրսը։ Շատ լավ, շատ շնորհակալություն Արմեն, բավականին հետաքրքիր ու բովանդակալի զրույցի համար մեր ռադիոլսողներին եւ ռադիոդիտողներին հիշեցնեմ, որ գործարար ալիքի եթերում անդրադարձ էին կատարում հայոց աշխարհի գործարարներին փորձագետներին, այսօրվա իմ հյուրն էր Արմեն Ղազարյան, ով հանդիսանում է Academy Unity, ինչպես արդեն ամենասկզբից նշեցի, Beer Academy-ի հիմնադիրը։ Շնորհակալություն հետաքրքիր զրույցի համար, խոսում էինք բանակցություններից գործարարության մեջ եւ կարծում եմ շատերը կարող են ձեզ հետ ընկերանալ նաեւ Facebook, LinkedIn, Instagram հարթակների միջոցով ձեր այդ կարճ կուրսերին ծանոթանալ կամ ընդհանրապես եթե որևէ հարցեր ունեն, կամ ուղղակի ընկերանալ։ Շնորհակալություն շատ։ Շնորհակալություն։